11-րդ դասի ընթացքում, որը կոչվում է անկոտրում աղոթք, դուք կսովորեք աղոթել արդյունավետ կերպով եւ կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքում կատարվում այն, ինչ անհնարին էր թվում։ Բարի գալուստ անկոտրում հոգի դասընթաց։ Մենք անկոտրում կերպով հասանք 11-րդ դասին։ Այն համապատասխանում է գրքի 15-րդ գլխին։ Այս դասը կոչվում է անկոտրում աղոթք։ Կարող եք նստել, եկեք անմիջապես սկսենք։ Մեր քննարկումը լիարժեք չի լինի, քանի դեռ չենք անդրադարձել Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությանը։ Ինչպես եք մոտենում եւ խնդրում նրան։ Արդյոք պետք է մոտենաք նրան երկչոտությամբ եւ վախեցած կեցվածքով։ Արդյոք մենք պետք է խնդրենք թերահավատորեն, որպեսզի պատասխանները չստանալու դեպքում չհիասթափվենք։ Մեր աղոթքների որ մասը պետք է պատասխանվի, փոքր մասը, կեսը, թե մեծ մասը։ Միգուցե այս հարցերն անհեթեթ թվան, բայց տարիներ շարունակ ճանապարհորդելուց եւ բազմաթիվ աղոթքաժողովների հաճախելուց հետո կասեմ, որ դրանք այդքան էլ անբնական չեն։ Ես ներկա եմ եղել շատ աղոթքների, որոնք այնքան մակերեսային են եղել։ Այդ խնդրանքների մեջ չկար ոչ մի զորություն, համոզվածություն կամ ջերմեռանդություն։ Ես եղել եմ անթիվ աղոթքաժողովների, որտեղ մարդիկ պարզապես քայլել են իրենց միացրած iPod-ներով կամ կարդացել են խոսքեր Աստվածաշնչից, երբ պետք էր բարեխոսել։ Ես հաճախ հարցնում եմ ինձ, թե արդյոք այս անկեղծ աղոթողները, եթե իհարկե նրանք անկեղծ են, կարծում են, որ կստանան աղոթքի պատասխանը պարզապես այն պատճառով, որ եկել են Աստծո մոտ։ Հաճախ իմ սիրտը ցավում էր, երբ լսում էի, թե ինչպես էին առաջնորդներն աղոթում ոչ հստակ եւ ընդհանուր աղոթքների եկեղեցական ծառայությունների ժամանակ։ Ես մտածեցի, եթե այդ մարդը գնար կառավարության ներկայացուցիչների մոտ, օրինակ քաղաքագլխի կամ նահանգապետի եւ խոսեր նրանց հետ այնպես, ինչպես խոսում էր տիեզերքի թագավորի հետ հենց հիմա, ինչ կասեր այդ մարդը։ Նա կասեր, ինչի համար եք եկել։ Դուք վատնում եք իմ ժամանակը։ Խնդրում եմ գնացեք։ Չեմ կարծում, որ Աստված կասի դա, բայց ես գիտեմ, որ կառավարության ներկայացուցիչը հավանաբար այդպես էլ կասի։ Երբ մենք բերում ենք մեր կարիքները, գրված է, որ մենք պետք է համարձակությամբ գանք շնորհքի գահի առջև։ Սա գրված է Եբրայեցիների 4:16 խոսքում։ Թույլ տվեք տալ ձեզ համարձակ բառի սահմանումը, այն նշանակում է վստահ, խիզախ, ուժեղ եւ հաստատ։ Ահա թե ինչպես է Աստված պատվիրում մեզ գալ նրա գահի առջև։ Կարիքա, որպեսզի ես կրկնեմ սա, վստահ, խիզախ, ուժեղ եւ հաստատ։ Ահա հականիշները՝ երկչոտ, անվճռական եւ ամաչկոտ։ Աստված պատվիրում է մեզ իր մոտ գալ վստահությամբ, զորությամբ եւ վճռականությամբ կարիքների պատասխան իրենից ստանալու համար։ Սա նրա ցանկությունն է։ Հակոբոսն ասում է. շատ արդյունավետ է արդար մարդու ջերմեռանդ աղոթքը։ Այնպես որ արդյունավետ աղոթքը ջերմեռանդ աղոթքն է։ Ոչ արդյունավետ աղոթքը ջերմեռանդ չէ։ Դուք ինձ հետ եք։ Թույլ տվեք սահմանել ջերմեռանդ բառը։ Այն նշանակում է ունենալ կամ ցուցաբերել հոգու մեջ զորություն եւ խանդավառություն։ Հոմանիշներն են եռանդուն, կրակոտ եւ սրտանց։ Անարդյունավետ աղոթքը ճնշված, ոչ ջերմեռանդ եւ ոչ կրակոտ աղոթքն է։ Սուրբ Հոգին անընդհատ հիշեցնում է այս մասին։ Ես երբեք չեմ մոռանա մի դեպք, երբ Լիզան եւ ես երիտասարդական ծառայության հովիվներ էինք։ Մի աղջիկ, ով 1-2 անգամ երիտասարդական խմբակ էր հաճախել, եկավ մեր տուն։ Տարիներ շարունակ նա զբաղվել էր բարձր մակարդակի կախարդությամբ եւ ցանկանում էր ազատվել դրանից։ Նա եկավ մեր տուն եւ ասաց. «Ես ցանկանում եմ ազատվել դրանից։ Ես ցանկանում եմ ճանաչել Հիսուսին»։ Կինս եւ ես աղոթեցինք, իսկ հետո հրամայեցինք սատանային եւ նրան դուրս քշեցինք այդ աղջկա միջից։ Եվ սատանան հեռացավ։ Այն բանից հետո, երբ նա ազատագրվեց, Լիզան եւ ես ըմպելիք հյուրասիրեցինք նրան։ Երբ մենք զրուցում էինք, նա ասաց. «Գիտեք թե որքան եկեղեցիներ եմ գնացել»։ Եվ առաջնորդները դրել են ձեռքերն իմ գլխին, օծել են ինձ յուղով եւ ասել. «Դե սատանա, մենք հրամայում ենք քեզ դուրս գալ այս աղջկանից Հիսուսի անունով»։ Եվ նա ասաց. «Ես լսում էի, թե ինչպես դևերը, որի մեջ էին, ծիծաղում էին նրանց վրա, բայց երբ դուք եւ ձեր կինն աղոթեցիք, դուք խոսեցիք իշխանությունով»։ Դուք ինձ հետ եք։ Անարդյունավետ աղոթքը ճնշված, ոչ ջերմեռանդ եւ ոչ կրակոտ աղոթքն է։ Հակոբոսը շարունակում է, օրինակ բերելով 5 կտակարանից, նա գրում է Հակոբոս 5:17-18.
Եղիան մարդեր մեզ պես կրքի ենթակա եւ ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, եւ անձրև չեկավ երկրի վրա 3 տարի եւ 6 ամիս, եւ դարձյալ աղոթք արեց եւ երկինքն անձրև տվեց եւ երկիրն իր պտուղը բուսցրեց։ Եղիան ջերմեռանդ աղոթք արեց եւ տեսավ ակնառու հրաշալի արդյունք։ Ջերմեռանդ եւ համառորեն բառերը հոմանիշներ են։ Նա սրտանց աղոթեց։ Թույլ տվեք սահմանել համառորեն բառը։ Դա նշանակում է լուրջ մտադրությամբ, նպատակասլաց եւ ջանասեր։ Այն նշանակում է անկեղծ նախանձավորություն ունեցող։ Աստված փնտրում է ջերմեռանդ սրտերի, երբ մենք մոտենում ենք նրան խնդրանքներով։ Գրված չէ, որ Եղիան աղոթեց, որպեսզի անձրևը դադարեր, սակայն Աստվածաշնչում ասվում է, որ նա աղոթեց, որպեսզի անձրևը սկսվեր։ Երրորդ Թագավորաց 18:42-ում գրված է. Եղիան բարձրացավ Կարմեղոսի, այսինքն Սարի գագաթը, ծռվեց միջև գետինը եւ երեսը դրեց իր ծնկների մեջտեղը։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես էր Եղիան բարձրացել Սարը եւ գլուխը դրել ծնկների մեջտեղը, կամ նա այս դիրքում էր, կամ ետ ու առաջ էր ճոճվում գլուխը ծնկների միջև դրած։ Նա ջերմեռանդորեն աղոթում էր, աղաղակում Աստծուն, որպեսզի նա վերադարձներ անձրևը 3.5 տարվա երաշտից հետո։ Նա ավարտեց աղոթքը, նայեց իր ծառային եւ ասաց. «Բարձրացիր Սարի գագաթը, նայիր արևմուտք եւ ասա, թե ինչ ես տեսնում»։ Ծառան բարձրացավ Կարմեղոսի գագաթը, նայեց միջերկրական ծովի ուղղությամբ, որտեղից այդ ժամանակ անձրևներ էին գալիս եւ ոչինչ չտեսավ։ Նա վերադարձավ եւ ասաց. «Ոչինչ չկա»։ Շատ մարդիկ կհիասթափվեին այս պատասխանից հետո։ Նրանք ջերմեռանդորեն աղոթել են, խնդրել են Աստծուն անձրևի համար։ Նրանք մտածում էին, միգուցե Աստված չի ցանկանում անձրև տալ։ Միգուցե նա ցանկանում է, որպեսզի Իսրայելը մի փոքր էլ տառապի։ Միգուցե պատճառն այն է, որ Աքաբը դեռևս չար գործեր է անում։ Բայց Եղիան այդպես չվարվեց։ Նա կրկին համառորեն եւ ջերմեռանդորեն աղաղակեց Աստծուն անձրևի համար։ Հետո նա ծառային երկրորդ անգամ ասաց. «Բարձրացիր եւ ստուգիր»։ Այդ տղան բարձրանում եւ ստուգում է։ Նա վերադառնում է եւ ասում. «Պարոն Եղիա, ոչինչ չկա»։ Շատերը կհանձնվեին այս իրավիճակում, նրանք կհնարեին մեծ աստվածաբանական պատճառներ, թե ինչու Աստված չի ցանկանում անձրև տալ, բայց Եղիան այդպես չվարվեց։ Նա ջերմեռանդորեն աղոթեց, որովհետև գիտեր Աստծո կամքը։ Նա հետո առաջ էր ճոճում գլուխը ծնկների մեջտեղում եւ ասում. «Տեր, տուր անձրև»։ Նա ուղարկում է ծառային երրորդ անգամ։ Ծառան վերադառնում է եւ ասում, որ ոչինչ չկա։ Դա կատարում է 4, 5, 6 անգամ։ Վերջապես 7-րդ անգամ։ Կարող եք պատկերացնել, թե որքան լավ ծառա ուներ Եղիան։ Նրան օրը 7 անգամ պատվիրեցին Սար բարձրանալ եւ նա բարձրացավ։ 7-րդ անգամ ծառան գալիս է եւ ասում. «Այնտեղ մարդու ձեռքի չափ ամպ կա»։ Դրանից անձրև չի գա, բայց դա նշան է։ Աստված նշան տվեց, անձրևը գալիս է։ Եղիային հենց դա էլ պետք էր, նա ասաց. «Շատ լավ, մենք ավարտեցինք, մենք պետք է գնանք, որովհետև անձրևը գալիս է»։ Եվ մի քանի րոպեից մենք իրականում չգիտենք դա, բայց այդ օրվա ընթացքում Իսրայելի վրա եւս մեկ անգամ հորդառատ անձրև է գալիս։ Բանալին այն էր, որ նա աղոթեց այնքան, մինչև տեսավ մարդու ձեռքի չափ ամպը։ Նոր կտակարանում այս ճշմարտությունը կարևոր նշանակություն ունի։ Մարդու ձեռքի չափ ամպը չի կարող տալ այնպիսի անձրև, որի մասին Եղիան խնդրում էր։ Բայց նա գիտեր, որ այն գալիս էր, եւ նա առաջ շարժվեց։ Սա շատ մեծ իմաստ ունի մեզ համար Նոր կտակարանի ժամանակներում, որովհետև Նոր կտակարանում ասում է, որ Աստծո հոգին վկայություն է տալիս մեր հոգուն։ Նոր կտակարանի ժամանակներում մենք չենք փնտրում ֆիզիկական ամպ, մենք փնտրում ենք Սուրբ Հոգու վկայություն այն ժամանակ, երբ աղոթում ենք։ Միգուցե դա ուրախության պորտկում լինի, միգուցե խոսք մեր հոգում, միգուցե պարզապես գիտություն այն մասին, որ մեր աղոթքը պատասխանված է, բայց սա այն ամպն է, որ մենք փնտրում ենք Նոր կտակարանի ժամանակներում։ Դուք ինձ հետ եք։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր ծնվում մեր 4-րդ տղան, Արդեն Քրիստոֆերը, ով նստած է ետևի շարքերում։ Ես տեսել եմ նրան այնտեղ ինչ որտեղ նստած է։ Մենք 3 տղա ունենք եւ Լիզան արդեն ծննդաբերելու փորձառություն ուներ, բայց ինչ որ բան լավ չէր։ Նա դեռ 12 տղա չուներ, բայց արդեն ծնվում էր 4-րդը։ Եվ ինչ որ բան կատարվում էր, նա զգում էր դա իր սրտում, որովհետև մայրն անչափ կապված էր իր երեխայի հետ։ Արդենը շարժվում էր եւ ոտքերով հրում։ Լիզան զգում էր, որ ինչ որ բան իսկապես վատ էր, այնպես որ նա զանգահարեց բժշկին ուրբաթ երեկոյան եւ ասաց. «Ինչ որ բան այն չէ, ես զգում եմ, ինչ որ լուրջ բան է կատարվում»։ Եվ բժիշկը, որ հավատացյալ էր եւ շատ իմաստուն մարդ էր, ասաց. «Եկեք վաղն առավոտյան եւ մենք անմիջապես արհեստական ցավ կառաջացնենք»։
Ես հիշում եմ շաբաթ առավոտյան մենք վերցրինք անհրաժեշտ իրերը եւ գնացինք հիվանդանոց։ Այդ բժիշկն այնքան լավն էր։ Նա միջամտեց, որպեսզի Լիզայի պտղաջրերը գնային եւ խորհուրդ տվեց, որ նրանք մի քիչ զբոսնեն տարածքում։ Քանի որ հիվանդանոցը շատ հաճելի վայրում էր գտնվում, նա ասաց, որ անհանգստանալու ոչինչ չկա եւ երբ արդեն զգաք երեխայի հերոցները, նա կծնվի։ Լիզան եւ ես այնքան ոգևորվեցինք, մենք զբոսնում էինք այդ վայրում եւ խոսում էինք լույս աշխարհ եկող երեխայի մասին։ Այդպես անցավ ողջ առավոտը։ Արդեն կեսօր էր եւ մենք մի փոքր հոգնեցինք, բայց ոչինչ դեռ տեղի չէր ունեցել։ Մենք վերադարձանք հիվանդասենյակ, նստեցինք եւ մի քիչ զրուցեցինք։ Լիզան ասաց. «Ջոն, դու պետք է գնաս եւ աղոթես»։ Ես իսկապես մտահոգված եմ Արդենի համար։ Կծկումների նշաններ չկան, եւ եթե դրանք շուտով չսկսեն, պետք է կիրառել այլ միջոցներ ծննդաբերության համար։ Դրանցից մեկը մեջքի ծարվող ցավազրկումն էր, իսկ մյուսը պիտոցին դեղամիջոցով արհեստական ցավ առաջացնելը։ Նա այդպես ծննդաբերել էր մեր առաջնեկին եւ չէր ցանկանում կրկին վերապրել դա։ Նա ասաց. «Ես չեմ ցանկանում դա, գնա եւ աղոթիր, ես ցանկանում եմ, որպեսզի դու լսես Աստծուց»։ Ես գտա առանձին մի վայր հիվանդանոցի տարածքից դուրս եւ սկսեցի ջերմեռանդորեն աղոթել։ Բարձրացնելով ձայնս ես ասացի. «Տեր, մեզ անհրաժեշտ է, որպեսզի օգնես, որ մեր երեխան ծնվի։ Դու ես տալիս ծնունդը։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի երեխան ծնվի»։ Ես երկար աղոթեցի հոգով, մոտ 40 րոպե աղոթելուց հետո վերադարձա հիվանդասենյակ։ Ժամը մոտավորապես 1:15 րոպե։ Մենք նստեցինք եւ մի փոքր էլ զրուցեցինք։ Նա ասաց. «Եվ ինչ»։ Ես պատասխանեցի. «Ես աղոթեցի»։ Վերջապես մոտ ժամը 2-ին նա նայեցին եւ ասաց. «Գիտես թանկագինս, ես ցանկանում եմ, որ դու գնաս եւ կրկին աղոթես։ Ես իսկապես մտահոգված եմ երեխայի համար»։ Ես ասացի. «Շատ լավ, սիրելիս, ես կգնամ եւ կաղոթեմ»։ Ես վերադարձա այդ վայրը եւ մոտ 30-40 րոպե աղոթեցի։ Այնուհետեւ վերադարձա եւ մենք 20-25 րոպե զրուցեցինք։ Եվ Լիզան ասաց. «Թանկագինս, գնա եւ կրկին աղոթիր»։ Ես ասացի. «Այո, սիրելիս»։ Այնպես որ գնացի եւ կրկին աղոթեցի։ Այս անգամ ես ստացա ամպը։ Ես ստացա ամպը։ Սուրբ Հոգին խոսեց իմ հոգուն։ Նա ասաց. «Քո որդին կծնվի այսօր եւ մայրը երեխայի հետ վաղն այս ժամին կլինի տանը առողջ վիճակում»։ Դա ցերեկվա ժամը 4:45 րոպեն էր։ Ես ստացա իմ ամպը։ Ես արդեն պատրաստ էի։ Ես վերադարձա հիվանդանոցի սենյակ եւ ասացի. «Փոքրիկս»։ Ես խոսում էի կնոջս հետ։ Արդենը ծնվելու է այսօր։ Վաղը դուք երկուսդ էլ կլինեք տանը առողջ վիճակում։ Մենք շատ ուրախ էինք, ամեն ինչ լավ էր։ Ժամը 6-ն էր եւ դեռ ոչինչ չէր կատարվում։ Նա ասաց. «Ջոն, կարիք կա որ գնաս եւ նորից աղոթես»։ Ես ասացի. «Ոչ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է, ես խոսք եմ ստացել Աստծուց, ամեն ինչ լավ է»։ Ժամը 7-ն է։ Նա ասաց. «Թանկագինս, դու համոզված ես, որ կարիք չկա նորից աղոթել։ Դու համոզված ես, որ պետք չէ վերադառնալ եւ աղոթել»։ Ես ասացի. «Ամեն ինչ լավ է, սիրելիս, ամեն ինչ լավ է»։ Արդեն ժամը 8-ն էր։ Բժիշկները խոսում էին արհեստական ցավեր առաջացնելու մասին, իսկ Լիզան շարունակ ասում էր, որ միգուցե կարիքա կրկին աղոթելու։ Ես ասացի. «Ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր, սիրելիս»։ Ժամը 9-ն էր, ոչինչ չէր կատարում, ժամը 10-ն էր, ոչինչ չկար։ Հանկարծ բժիշկները եկան, նրանք պատրաստ էին նորից քայլեր ձեռնարկել։ Բժիշկներից մեկը մտավ մեր սենյակ, Լիզան լոգասենյակում էր։ Եվ ես բժշկին ասացի. «Կարծում եմ նրանք միջանցքում են։ Նրանք չեն դիպչելու իմ կնոջը, որովհետև այդ բժիշկը անկեղծ ասած հարբածի տեսք ուներ»։ Ես մտածեցի, այս բժիշկը չի մոտենա իմ կնոջը։ Արդեն ժամը 11-ն էր եւ մի փոքր անց կծկումները սկսվեցին։ Եվ գիտեք, Արդեն Քրիստոֆերը ծնվեց 11:51 րոպեին։ Մոտ 50 րոպե անց կծկումները սկսվեցին եւ հաջորդ օրը ժամը 4:30-ին մենք արդեն տանն էինք։ Այն ամեն ինչ Աստված ասել էր կատարվեց։ Ամեն։ Ամեն։ Մեզանից շատերը ծանոթ են Հիսուսի խոսքերին. «Խնդրեք եւ կտրվի ձեզ», բայց ես ցանկանում եմ կարդալ այս հատվածը Ղուկասի 9-ից, Աստվածաշնչի Amplified թարգմանությունից։ Հիսուսն ասաց. «Այնպես որ ես ասում եմ ձեզ, խնդրեք եւ շարունակեք խնդրել եւ կտրվի ձեզ։ Փնտրեք եւ շարունակեք փնտրել եւ պիտի գտնեք, թակեք եւ շարունակեք թակել եւ դուռը պետք է բացվի»։ Բոլոր նրանք, ովքեր խնդրում եւ շարունակում են խնդրել, ստանում են, եւ նրանք, ովքեր փնտրում եւ շարունակում են փնտրել, գտնում են, եւ նրանք, ովքեր թակում եւ շարունակում են թակել, դուռը պետք է բացվի։ Հիսուսը խրախուսում է մեզ անկոտրում կերպով խնդրել, փնտրել եւ թակել։ Ինչու՞։ Միթե Աստված դժվարությամբ է լսում մեզ։ Ոչ։ Հարցն այստեղ ճշմարտապես հավատալն է։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ Աստծուց, եւ կան մարդիկ, ովքեր վճռականորեն տրամադրված են ստանալ Աստծուց։ Տարբերությունը մեծ է։ Եթե ինչ-որ մեկը վճռականորեն տրամադրված է, նա համառ է, կրակոտ եւ համարձակ։ Դատարկած ձեռն գնալը տարբերակ չէ նրա համար։ Մյուս կողմից, եթե մարդը պարզապես ցանկանում է ստանալ, նա շատ ավելի արագ կհանձնվի։ Եթե մենք ճշմարտապես հավատում ենք, մենք կշարունակենք խնդրել եւ կհամառենք այնքան ժամանակ, որքան պահանջվում է։ Հիշեք այս առակը։
Ես կարդալու եմ Ղուկաս 18-ի 1-ից 8 խոսքերը։ Մի առակել ասաց նրանց, նրա վրա թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ երբեք չձանձրանալ։ Եվ ասաց. մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստծուց չէր վախենում եւ մարդուց չէր ամաչում, եւ մի որբևայրի էլ կար այդ քաղաքում եւ նրա մոտ էր գալիս ու ասում. իրավունք արա ինձ իմ ոսոխից։ Եվ մի ժամանակ չկամեցավ նրանից հետո իր մտքում ասաց. թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ այս որբևայրին հոգնեցնում է ինձ, իրավունք կանեմ նրան, որ վերջապես չգա ինձ ձանձրացնի։ Եվ Տերն ասաց. լսեք, թե անիրավ դատավորն ինչ է ասում, բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ ու գիշեր աղաղակում են իրեն, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի։ Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի։ Սակայն երբ մարդու որդին գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Նախ եւ առաջ մենք պետք է երբեք չհանձնվենք։ Այս որբևայրին համար էր։ Նրա վարքը համապատասխանում է այս ուղերձի ենթավերնագրին։ Այն զորությունը, որն անհրաժեշտ է երբեք չհանձնվելու համար։ Դուք պետք է լինեք աղոթքի մարդ, այն մարդը, ով համառում է աղոթքի մեջ, ով վճռականորեն է տրամադրված ստանալու համար։ Այս պատմության մեջ այս կինն անկոտրում կերպով խնդրեց։ Պարզ ասած նա նեարդայնացրեց դատավորին իր համառությամբ։ Զարմանալին այն է, որ Հիսուսն օգտագործում է այս օրինակը սովորեցնելու համար, թե ինչպես մոտենալ մեր երկնային հորը։ Ես պետք է մի պարզաբանում անեմ այստեղ։ Դուք կարող եք կարդալ այս առակը եւ սկսեք օր ու գիշեր աղոթել անգիր արված կամ կրկնվող աղոթքներ, սակայն Հիսուսը չի սովորեցնում այդ մասին։ Աստվածաշնչում ասում է. երբ աղոթում եք, արտահայտություններ մի դիզեք, բազմաթիվ խոսքեր նույն բանն անընդհատ կրկնելով, ինչպես հեթանոսներն են վարվում, քանի որ նրանք կարծում են, թե իրենց շատախոսության համար լսելի կլինեն։ Իմաստն այն է, որ այդ աղոթքը չի լսվում։ Աղոթքի նպատակը հաճախակի եւ անիմաստ խոսքեր կրկնել չէ, այլ ստանալու վճռականությունն է։ Գիտեք, ես գիտեմ, թե երբ են երեխաներս ցանկանում ինձ մոտ գալ եւ պարզապես ինչ որ բան խնդրել։ Ես նույնպես գիտեմ, թե երբ են նրանք վճռականորեն տրամադրվում ինձանից ինչ որ բան ստանալու համար։ Տարբերությունը մեծ է։ Մենք պետք է ունենանք անկոտրում ջերմեռանդ եւ վստահ վերաբերմունք այն ժամանակ, երբ մեր խնդրանքները բերում ենք Աստծո առջև։ Եղիան վճռականներ տրամադրված փոփոխություններ տեսնելու համար։ Նա պահեց այդ վճռականությունը։ Հիսուսը ոչ միայն պատվիրում է մեզ շարունակ խնդրել, այլ նույնպես շարունակ փնտրել եւ թակել։ Ջերմեռանդ աղոթողը միայն չի խոսում ծածուկում, նա նույնպես սկսած բանը հասցնում է միջև վերջ։ Ջերմեռանդորեն փնտրելը եւ թակելը նշանակում է, որ մենք հարատևում ենք մինչեւ պատասխանը ստանալը։ Թույլ տվեք պատմել ձեզ վերջերս տեղի ունեցած երկու պատմություն։ Նախ մի զվարճալի պատմություն։ Այս տարի Լիզան եւ ես հնարավորություն ունեցանք գնալ Հավայան կղզիներ եւ քարոզել մի մեծ կոնֆերանսի ժամանակ։ Մինչ այդ անցյալ տարվա ընթացքում մենք շրջում ենք աշխարհով մեկ եւ քիչ ենք հանդիպում, այնպես որ ես ցանկանում եմ որոշ ժամանակ անցկացնել կնոջս հետ։ Եվ ես ծրագրեցի, որպեսզի մենք 2.5 օր անցկացնենք Մաուիի իմ ամենասիրելի հյուրանոցներից մեկում։ Ես մտածում եմ, որ վերջապես 2.5 օր կանցկացնեմ կնոջս հետ։ Ես անչափ ոգևորված էի, բայց հետևելով եղանակի տեսությանը, գիտեք, որ Ամերիկայի եղանակի տեսության ծառայության միջոցով կարելի է իմանալ եղանակը գալիք 10 օրվա համար։ Երբ ես առաջին անգամ ստուգեցի այն Աստվածին, ես այնքան վշտացա։ Այնտեղ նշվում էր, որ հորդառատ անձրևներ էին լինելու 100 կամ 90% հավանականությամբ։ Ես մտածեցի, Աստված իմ, սա պետք է փոխվի։ Հաջորդ օրը, երբ 9 օր էր մնացել, կրկին կանխատեսում էին անձրևներ։ Հաջորդ օրն ամեն ինչ նույնն էր։ 7-րդ օրը կրկին անձրևներ։ Ես մտածեցի, ով ոչ, դա խափանելու է իմ ծրագրերը։ Մենք չենք ցանկանում հանգստանալ Հավայան կղզիներում փոթորկի ժամանակ։ Ես սկսեցի աղոթել։ Ես մտա իմ աղոթքի սենյակը եւ սկսեցի խնդրել. Հայր, ես ցանկանում եմ լինել կնոջս հետ եւ ցանկանում եմ, որպեսզի եղանակը լավ լինի։ Ես ցանկանում եմ տեսնել նրան լողազգեստով եւ այլն։ Ես սկսեցի ջերմեռանդորեն աղոթել, իսկ հետո սկսեցի հրամայել եղանակին։ Ես թույլ չեմ տա, որպեսզի այդ փոթորիկը գա եւ փչացնի իմ երեկոյան հանգիստը իմ սիրելիի հետ։ Ես հետևում էի եղանակի տեսությանն ամեն օր, բայց կանխատեսում էր միայն փոթորիկ։ 3 օր առաջ Լիզան նույնպես սկսեց ստուգել այն։ Նա ասաց, թանկագինս, մեր ողջ հանգստի ընթացքում անձրև է գալու։ Ես ասացի, սիրելիս, անձրև չի գալու։ Հավատա ինձ, անձրև չի գալու։ Մենք լավ եղանակ ենք ունենալու։ Այնպես որ մենք թռանք Մաուի եւ հասանք ուշ գիշերին։ Եվ այնտեղ սարսափելի եղանակ էր։
Ես նույնիսկ տեսա դա հեռուստաէկրանով, դա պարզապես փոքրիկ փոթորիկ չէր, այլ մեծ փոթորիկ, որ պատել էր ամբողջ Հավայան կղզիները մինչև Խաղաղ օվկիանոսը։ Ես ասացի՝ այ։ Բայց որոշեցի չհանձնվել։ Ես աղոթել էի, ես հրամայել էի փոթորկի, մեր հանգստի ժամանակ հրաշալի եղանակ է լինելու։ Հաջորդ առավոտյան մենք արթնացանք եւ ես բացեցի վարագույրները, իսկ դրսում սև ամպեր էին եւ անձրևը պարզապես հեղեղում էր։ Ես ասացի՝ շնորհակալություն Տեր այս գեղեցիկ օրվա համար։ Ես գոհանում եմ քեզանից, որ այսօր տեսնելու եմ կնոջս լողազգեստով։ Ես հենց այդպես էլ ասացի։ Կինս լոգարանում ծիծաղում էր ինձ վրա։ Ինչպես որ դուք հիմա։ Հենց հիմա նա ծածկել է երեսը, բայց նա ծիծաղում էր ինձ վրա։ Մենք իջանք ներքև նախաճաշելու եւ գիտեք Հավայան կղզիներում սեղանները դրսում են, բայց նրանք ստիպված էին ներս բերել դրանք։ Նրանք ստիպված էին նախասրահ բերել դրանք, ճիշտ է։ Նախասրահում սեղաններ էին դրված։ Մատուցողուհին մոտեցավ եւ ասաց. «Կարող եմ ինչ-որ բան բերել ձեզ համար»։ Ես նայեցի նրան եւ ասացի. «Այո, խնդրում եմ ասեք նրանց, որ անջատեն անձրևը»։ Նա բերեց մեր ուտելիքը, ես խոնարհեցի, գլուխս օրհնեցի ուտելիքը եւ ասացի. «Հայր, շնորհակալություն այս գեղեցիկ օրվա համար եւ ես շնորհակալ եմ, որ այսօր արևային օր է լինելու»։ Մենք ասացինք ամեն։ Լիզան նայեց ինձ եւ ասաց. «Հազիվ թե դու աղոթեիր այնպիսի բանի համար, որ կարելի էր հեշտությամբ ստանալ»։ Եվ մենք սկսեցինք ծիծաղել։ Բայց Աստված, Լիզան, այդ մատուցողուհին եւ բոլորն այդ տեղին վկաներն են։ Մինչև նախաճաշն ավարտել ամբողջ երկինքը բացվեց։ Այդ ամբողջ ընթացքում եղանակն արևոտ էր։ Մենք ինքնաթիռ նստեցինք եւ թռչեցինք Օահու, այն մասը, որը հեռու էր ծովափից։ Մենք պատմեցինք նրանց, որ արևի ջերմությունը վայելում էինք միայն վերջին 2 օրը, եւ նրանք ասացին. «Ինչ»։ Մեզ մոտ միայն հորդ անձրևներ էին։ Բոլոր կղզիներում հորդառատ անձրևներ էին։ Նույնիսկ անկարելի է մոտենալ օվկիանոսին, որովհետև անձրևի պատճառով այնքան աղբ է լցվել օվկիանոս, որ մարդկանց չեն թույլատրում լողալ այդտեղ։ Աստված բառացիորեն անցք էր բացել այդ ահռելի համակարգի մեջ, որպեսզի ես տեսնեի կնոջս լողազգեստով։ Սա զվարճալի պատմությունն էր, եւ ես պատմեցի սա ձեզ, որովհետեւ ցանկանում եմ, որ դուք իմանաք Աստված ձեր կյանքում հոգում է նույնիսկ ամենափոքր բանի մասին։ Իսկ այժմ թույլ տվեք պատմել մյուսը, որն իսկապես ոգևորում է ինձ։ Messenger International ծառայության պատմության մեջ իմ կինն այնքան ուրախ է, որ ես ավարտեցի նախորդ պատմությունը։ Մեր նպատակը եւ ձգտումն է բաժանել այն գիրքերը, որ Աստված տվել է Լիզային եւ ինձ։ Մենք իսկապես հավատում ենք այն գրքերը, որ Աստված վստահել է մեզ, նրա ուղերձներն են։ Իմ անունն այդ գրքերի վրա է, որովհետեւ ես առաջին մարդն եմ, որ կարդացել է դրանք։ Մենք հավատում ենք սրան։ Մենք հավատում ենք, որ դրանք Աստծո ուղերձներ են, իսկ մենք պարզապես այն ավանակն ենք, որի վրա նա նստում է։ Դուք հասկանում եք, թե ինչ եմ ես ասում։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս ուղերձները նրա մարգարեական խոսքերն են եկեղեցուն ամբողջ աշխարհում եւ մեր նպատակն է բաժանել ավելի շատ գիրք, քան մենք վաճառել ենք։ Մեր հրատարակիչները վաճառել են մեր գրքերը միլիոնավոր օրինակներով, այնպես որ մենք դեռևս շատ գործ ունենք անելու, քանի որ բաժանել ենք ընդամենը 250,000 գիրք հովիվներին ամբողջ աշխարհում։ Մենք հանդիպում ենք անցկացնում այս տարվա հունվարին, որտեղ ծրագրում ենք ողջ տարվա գործունեությունը։ Ես հարցրեցի մեր ծառայության ղեկավարներին, որքան գիրք ենք բաժանել անցյալ տարի։ Ի հուսահատություն ինձ մենք բաժանել ենք ընդամենը 33,000 գիրք, փակ երկրներում գտնվող հովիվներին։ Ես ասացի, գիտեք, սա շատ վատ է։ Մենք պետք է ավելին անենք։ Մեր ծառայության մեջ աշխատում էր մի մարդ, ով նախկինում աշխատել էր մեկ այլ ծառայության մեջ եւ զբաղվում էր հրատարակչությամբ։ Ամբողջ աշխարհում նա հավանաբար ամենամեծ կապերն ունի ոգևոր առաջնորդների հետ եւ մեծապես օգնում է մեզ տարածել Աստծո խոսքը։ Մենք քննարկում ենք, թե ինչի համար պետք է հավատանք Աստծուն այս տարի, եւ շատ կարծիքներ լսելուց հետո ասացի. Գիտեք ինչ, մենք հավատալու ենք Աստծուն, որ այս տարվա ընթացքում կարիքավոր երկրներում ապրող հովիվներին բաժանելու ենք 1/4 միլիոն գիրք։ Սենյակում լռություն տիրեց։ Ի վերջո մեր ծառայության ղեկավարներից մեկն ասաց. «Ջոն, ես չգիտեմ, արդյոք դա լավ որոշում է»։ Նա ասաց. «Գիտես, 250,000 գիրք տպագրել է եւ աշխարհով մեկ տարածելը շատ մեծ անցում է մեզ համար։ Չես կարծում, որ պետք է սկսենք օրինակ 100,000-ից եւ տեղեկացնենք այդ մասին մեր գործընկերների մինչեւ 250,000-ին անցնելը»։ Նա ասաց. «Անցյալ տարի մենք ընդամենը 33,000 գիրք ենք բաժանել»։
Ես ասացի մենք միակ մարդիկ ենք, ովքեր կարող են բաժանել այդ գրքերն այդ հովիվներին։ Ջոյս Մայերը չի կարող անել դա։ Բիլի Գրեհեմի կամ այլ ծառայությունները չեն անի դա։ Մենք միակն ենք, Աստված վստահել է այդ ուղերձները մեզ։ Ես չեմ ցանկանում, որպեսզի Հիսուսը նայի ինձ դատաստանի ժամանակ եւ ասի, ինչու դու չկարողացար հավատալ ինձ ավելիի համար։ Ես չեմ ցանկանում, որպեսզի այդ երկրներում ապրող հովիվները նայեն ինձ եւ ասեն, ինչու դու չկարողացար հավատալ Աստծուն, այդ ուղերձները մեզ հասցնելու համար։ Այդ մարդն ասաց, բայց դու պետք է հասկանաս, որ սա զանգվածային անցում է մեզ համար։ 33,000-ից մենք անցնելու ենք 250,000-ի։ Մենք շարունակեցինք եւ ի վերջո մթնոլորտը թեժացավ։ Ես իսկապես որ բարկացա եւ պարզապես ասացի, մենք անելու ենք դա։ Եվ այդ հանդիպումն ավարտվեց շատ անհարմար կերպով։ Այն լարված էր։ Եվ ես հիշում եմ, որ զանգահարեցի այդ ղեկավարին եւ ասացի. «Ներիր, ես շատ լարված էի, բայց դու պետք է հասկանաս, դա ոչ մի կապ չունի քեզ հետ, պարզապես այդ ձգտումը կա իմ սրտում։ Դա իսկապես որ վիրավորեց նրան, որովհետեւ ես անչափ խիստ էի»։ Մի 2 օր անց նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Խնդրում եմ, ասա ինձ, եթե դու իսկապես հավատում ես, որ Աստված ցանկանում է դա, ապա մենք գործի կդնենք ամեն ինչ, մեր աղոթքները, մեր հավատքը եւ կկանգնենք քեզ հետ»։ Ես ասացի. «Տուր ինձ եւս 24 ժամ»։ Դրանից հետո ես զանգահարեցի նրան եւ ասացի. «Մենք պետք է անենք դա։ Մենք բաժանելու ենք 250,000 գիրք այս տարի»։ Եվ մենք որոշեցինք, թե ուր էինք ուղարկելու այդ գրքերը։ Այդ երկրներից են Իրանը, Թուրքիան, Տաջիկստանը, Լիբանանը, Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկոն, Սուդանը, Վիետնամը, Բիրման, Կամիրը, Սիերա Լիոնեն, Լիբերիան, Բոտսվանան, Զամբիան, Կուբան, ընդհանուր առմամբ մոտ 51 երկիր։ Մենք այդ գրքերն ուղարկում ենք այդ երկրներում ապրող հովիվներին եւ ավակներին։ Օրինակ 29,000 գիրք ուղարկվելու է Իրան, 45,000 գիրք Չինաստան, Սատանայի խայծը գիրքը 10,000 օրինակով ուղարկվելու է Վիետնամ, քանի որ նրանց կառավարությունը թույլատրել է այդ գիրքը։ Բայց սա հավատքի մեծ քայլ է, որովհետեւ մենք չգիտենք, թե որտեղից են լինելու գումարները։ 2 շաբաթ անց ես գրում էի այս գիրքը մի հյուրանոցում, որը Սարասոտայում էր, Ֆլորիդայում, եւ ինձ զանգահարեցին իմ գրասենյակից։ Գրասենյակում գիտեին, որ առավոտյան չպետք է զանգահարեն ինձ, որովհետեւ այդ ժամերին ես աշխատում էի գրքի վրա։ Ես մտածեցի, հետաքրքիր է, ես կվերցնեմ լսափողը։ Ես պատասխանեցի, իմ ծառայության ղեկավարներն էին, որոնց հետ մենք խոսում էինք ամենամյա հավաքույթի ժամանակ։ Նրանք ասացին, մենք ցանկանում ենք մի բան պատմել ձեզ։ Մի մարդ հենց նոր խոստացավ, որ $300,000 նվիրաբերի Messenger International-ին, որպեսզի մենք բաժանենք այդ գրքերը հովիվներին։ I screamed on the phone. Ես գոչեցի հեռախոսով։ Probably heard my scream. Երևի բոլորն այդ հյուրանոցում լսեցին գոչյունը, որովհետև իմ դուռը բաց էր։ Ես գոչեցի, ես այնքան ոգևորվեցի։ What happened was an employee in our ministry. Կատարվել էր հետևյալը. մեր ծառայության աշխատողներից մեկը մեր ծրագրի մասին խոսել էր մեկ այլ նահանգում ապրող մի գործարար մարդու հետ եւ նա ասել էր. ես ցանկանում եմ դրա մասը լինել, ես նվիրաբերելու եմ $300,000։ Սա մեծագույն զոհաբերությունն է, որ մենք երբևէ ստացել ենք։ Նախորդ ամենամեծ գումարը $50,000 էր։ Ես այնքան ուրախ էի։ Բոլորս լցված էինք ուրախությամբ, ես գրեթե խելագարվում էի ուրախությունից, ես ասացի. միթե զարմանալի չէ։ Գիտեք ինչ, միթե դուք ուրախ չեք, որ մենք պահեցինք մեր որոշումը։ Դիմելով ղեկավարներից մեկին ես ասացի. գիտես, ես մի փոքր խիստ էի քեզ հետ։ Նա ծիծաղեց եւ ասաց. կարծում էի դու ասելու էիր. ետից գնա սատանա։ Նա ասաց. ճիշտն ասած, ես չունեի այն հավատքը, որ դու ունեիր։ Մի փոքր ուշ այդ օրը Լիզան ասաց մեր թիմին. գիտեք, մենք հավատում էինք Աստծուն միայն այն բանի համար, ինչ մենք հնարավոր էինք համարում։ Ջոնը հավատում էր Աստծուն անհնարինի համար։ Մեր թիմի հավատքն իսկապես ավելացավ այդ դեպքից հետո։ Եվ գիտեք, ես հաստատ կարող եմ ասել, որ մենք կհասնենք մեր նպատակին։ Մենք լրացնելու ենք այդ գումարը եւ բաժանելու ենք այդ 250,000 գրքերը։ Ես վերադարձել եմ Մերձավոր Արևելքից, որտեղ 2 շաբաթ առաջ քարոզել եմ 2,000 ծառայողների։ Այդ հավաքույթներին մասնակցում էին միայն ծառայողները։ Նրանք թույլ չէին տվել այլևս ոչ ոքի լինել այդտեղ։ Միայն հովիվներին եւ ավակներին։
Հավաքույթները լեփլեցուն էին այդ 2000 մարդկանցով, ովքեր եկել էին Սաուդյան Արաբիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից եւ այլ վայրերից։ Երբ ես մտա դահլիճ, այդտեղ ուժեղ քրտինքի հոտ էր գալիս, նրանք հազիվ էին տեղավորվել, բայց ինձ չէր մտահոգում, որովհետեւ այդտեղ այնպիսի քաղց եւ ձգտում կար Աստծո հանդեպ, եւ ես նստեցի Իրանից եկած հովիվների հետ, ովքեր վտանգի են ենթարկում իրենց կյանքը, եւ նրանք արցունքն աչքերին պատմեցին, թե որքան են այս գրքերն օգնում իրենց, որովհետեւ թույլ տվեք մի բան ասել ձեզ, կամ մի բան, որով Աստված օրհնել է Ամերիկան։ Գիտեք, երբ ազգերը ծառայում են Աստծուն, Աստված իրականացնում է իր նախասահմանությունը նրանց համար, ինչպես եւ առանձին մարդկանց համար, դուք հասկանում եք սա, կորեացիներն օրինակ զորավոր աղոթողներ են, այդ ազգը հայտնի է իր աղոթքով, նրանք գնում են դեպի իրենց նախասահմանությունը, ավստրալիացիները հայտնի են երկնային երաժշտությամբ, նրանք նույնպես քայլում են դեպի իրենց նախասահմանությունը։ Որն է Ամերիկայի պարգևը, որ Աստված դրել է այս ազգի մեջ։ Հայտնության գիտությունն է։ Ինչու են ամերիկացի քարոզիչներին խնդրում քարոզել աշխարհով մեկ, որովհետև Աստված օրհնել է այս ազգը հայտնության գիտությունով։ Այն ինչ մենք այստեղ սովորական ենք համարում, անհրաժեշտ է այդ երկրներում։ Եվ ես մտածում եմ, ինչ կլիներ, եթե մենք չշարունակեինք, եթե մենք չաղոթեինք, եթե ջերմեռանդորեն չտակեինք, ինչ կլիներ, եթե ես հաստատուն չլինեի իմ աշխատակիցների առջև այդ օրը։ Մենք չենք ստանա այդ $300,000 չեկը։ Մենք չենք հասնի այդ հովիվներին։ Այն բանից հետո, երբ ես տեսա քաղցը նրանց աչքերում, կասեմ, որ մեր ջերմեռանդ աղոթն արժեր դրան։ Ամեն։ Պողոսը սովորեցնում է Տիմոթեոսին. վազիր հաստատուն եւ արագ հավատքի մեջ, բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, այն կյանքը, որ դու այնքան ջերմեռանդորեն ընդունեցիր։ Բռնել հավիտենական կյանքը նշանակում է վերցնել այն ամենը, ինչ Հիսուսը տվել է։ Դա անկարելի է անել անվճռական սրտով։ Գիտեք, ես պարզապես ցանկանում եմ ասել հետեւյալը՝ մի մոտեցեք Աստծուն ամաչկոտությամբ։ Աստված ասում է. ես ցանկանում եմ, որպեսզի դուք մոտենաք ինձ համարձակությամբ, ես ցանկանում եմ, որպեսզի դուք մոտենաք ինձ ջերմեռանդությամբ, որպեսզի դուք վճռականորեն տրամադրված լինեք ստանալու համար, այլ ոչ թե պարզապես ցանկանաք դա։ Ես աղոթում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը դառնա անկոտրում իր աղոթքների մեջ, ինչպես Եղիան դուք էլ մի դադարեք, մինչև չտեսնեք այն, ինչ Աստված ցանկանում է բերել այս երկիր։ Կտեսնվենք հաջորդ դասին։ Պողոսը հայտարարեց, որ մեր օրերում ավելի դժվար է լինելու հետևել Հիսուսին, քան երբևէ։ Այս վերջին դասի ընթացքում Ջոնը սովորեցնում է, թե ինչպես կարող եք մերժել ցանկացած փողզիջում, ինչպես նաև խրախուսում է հաստատ մնալ ճշմարտության մեջ մինչև վերջ։